Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, նա այսօր կդառնա 74 տարեկան, ինձ հետաքրքիր է դուք ինչ հուշեր ունեք կապված Անդրանիկ Մարգարյանի հետ։ Անդրանիկ Մարգարյանի հետ լրագրողական տարիներին բավականին երկար աշխատել ենք եւ նախքան նրա վարչապետ լինելը, երբ որ կուսակցության նախագահներ հանրապետականի եւ նաեւ վարչապետության ընթացքում, որպես ականատես ուզում եմ վկայել, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Անդրանիկ Մարգարյանը այն բացառիկ պետական քաղաքական գործիչներից էր, որ ճիշտ կողմնորոշվեց պետության երկրի համար այդ լարված իրավիճակում եւ կարողացավ դառնալ գրեթե իրար ճշնամացած տարբեր քաղաքական ուժերի համար կամուրջ, մերան եւ կարողացավ կապը ստեղծել այդ ուժերի միջև, որպիսի որոշ ուժերի ակնկալիքներ կամ նկրտումներ չիրականանան երկիրը ամբողջովին կործանելու համար։ Դուք շատ լավ հիշում եք, որ 27-ից հետո որոշ մարդիկ ցուցակներ էին ներկայացնում կոնկրետ պաշտոններ ստանձնելու համար, սպառնում էին օրվա իշխանությանը եւ այդ մարդկանցից ոմանք այսօր ԿՊ խմբակցության անդամներ են, падգամավորներ են եւ հիմա էլ շարունակում են հողորտալ այսօրվա անդեմության հասցեին։ Անդրանիկ Մարգարյան պետական քաղաքական գործիչը կարողացավ այդ լարված իրավիճակում օգնել, աջակցել կամ առաջին դեմքերից մեկը լինել երկիրը նոր փորձանքների չտանելու համար։ Իսկ լրագրողական տարիներից մեր համատեղ աշխատանքը ինձ համար միայն հաճելի հուշեր է առաջացնում, որովհետև լինելով ընդդիմադիր թերթի լրագրող, քաղաքական լրագրող, բնականաբար ես անընդհատ քննադատում էի օրվա իշխանություններին, կոնկրետ փաստեր էի ներկայացնում եւ դա իրականում օբյեկտիվ լրատվություններ եւ օբյեկտիվ քննադատություն եւ ի պատիվ Անդրանիկ Մարգարյանի եւ այդ օրվա այլ իշխանականների, որոշ իշխանության ներկայացուցիչների, պիտի ասեմ, որ իրենք շատ բնական էին սա ընդունում, սվիններով չէին ընդունում եւ հետեւություններ էին անում, այո, այդ քննադատությունից։ Եղել են դեպքեր, երբ որ ես փաստեր եմ ներկայացրել Առավոտ օրաթերթում, կոնկրետ այս կամ այն ձեռնարկության, այս կամ այն падգամավորի, ապօրինի եւ այլ գործողությունների մասին, վարչապետը Անդրանիկ Մարգարյանը ինձ հրավիրել է եւ լրացուցիչ փաստեր է խնդրել եւ հետամուտ է եղել, որպիսի այդ վատ երևույթները կարողանա չեզոքացնել եւ վերացնել։ Իրականում ինքը շատ ցածր էր խոսում, երևի դուք չեք հիշում, մի տեսակ կներեք քթի տակ եւ երբ որ Հայկը կհիշի, երբ որ մենք լրագրողներով հավաքվում էինք, որ ձայնագրենք ու հարցեր տանք օրինակ ազգային ժողովում յուրաքանչյուր չորեքշաբթի, պետք է այսպես ուղղակի շատ լուրջ քար լռություն լիներ, որ հասկանայինք ինչ է ասում վարչապետը եւ ինքը վկայողներ կան, դրա համար ես կարող եմ այսպես պարզերես ասել, երբ որ հավաքվում էինք եւ արդեն որոշում էինք հարցը տալ, դեռ առաջին հարցը չհնչած Անդրանիկ Մարգարյանը նայում էր դեմքիս, ասում էր Մարգո, դե հարցը տուր։ Ու ես նույնիսկ եթե հարց չունեի այդ պահին, բնականաբար որպես լրագրող, որպես պրոֆեսիոնալ հարց էի հնչեցնում եւ ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ երբեք չի եղել այդ տարիներին որևէ դեպք, որ ես ինչ որ բան այնպես չներկայացնեմ կամ մի քիչ կներեք այս ձևակերպման համար ծաղրանքով ներկայացնեմ կամ քննադատությունը լինի չափազանց սուր եւ այլն, ինքը ինչ որ դժգոհություն հայտնի կամ նեղանա կամ բան եւ ընդհակառակը ինքը մշտապես կանգնում եւ խոսում էր բոլոր լրագրողների հետ, ինքը ուզում էր լրագրողներից նաեւ իմանալ երկրի ժողովրդի վիճակը եւ ինքը սիրում էր շատ գնալ գյուղեր, շրջաններ, պարզ մարդկանց հետ հանդիպել, ես պատիվ եմ ունեցել նաեւ իր այս այցելություններից մի քանիսին ներկա լինել եւ տեսել եմ թե ժողովուրդը ինչպես էր Անդրանիկ Մարգարյանին սիրում, նույնիսկ կանայք եւ գյուղացիները իրեն այսպես թևից քաշելով բառացիորեն հրավիրում էին իրենց տուն, ասում էին վարչապետ ջան, արի գնանք մի կտոր հաց ուտենք եւ այս բաները նշանակում է, որ ինքը ժողովրդական վարչապետ էր, որ ժողովուրդը իրեն սիրում էր, ընկալում էր, ցավոք սրտի այսօր մենք այնպիսի ողբերգական վիճակում ենք, որ Անդրանիկ Մարգարյանի նման մարդիկ մեզ այսօր շատ են պետք, որպիսի այս ողբերգական իրավիճակը փորձենք այս իրավիճակից լուծումներ ու ելքեր գտնել։ Ինքը մերան էր, ինքը կամուրջ էր ընդդիմության եւ իշխանության միջև եւ ինքը ժողովրդի հոգսերը շատ լավ գիտեր որպես ժողովրդական մարդ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, թող իր հոգին լույսերի մեջ լինի, բայց վստահ եմ, որ հոգին խաղաղ չէ, որովհետեւ իրենց ստեղծած անկախության բանակի ստեղծած այս անկախ հանրապետությունը այսօր անդունդի եզրին է։ Շնորհակալ ենք։